Սեպտեմբերի 15-ին կլրանար 44-օրյա դաժան պատերազմում հերոսաբար նահատակված Ալբերտ Արտակի Հովհաննիսյանի 24-րդ տարեդարձը։ Ալբերտը պատերազմի հաղթանակի խորհրդանիշն էր, ով այլևս իր ուրույն տեղն է գտել մեր սրտերում և այսօր արդեն իր անունը կրող տուն թանգարանում, որտեղ ամեն մի մանրուք Ալբերտի շնչով է պարուրված։ Տարիներ անց, հենց իր ծննդյան օրը Ալբերտի տանը բացվեց թանգարանը, որտեղ շնորհավորելու էին եկել ընտանիքի մտերիմները, բարեկամները և բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց լուման են ներդրել թանգարանի ստեղծման հարցում։ Խորհրդանշական օրվա կապակցությամբ տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում, թատերական բեմականացում, ներկա էին նաև հերոսի հրամանատարը, վերջինիս հայտնի նկարի լուսանկարիչը, բարձրաստիճան զինվորականներ, իսկ վերջում հերոսի ընտանիքի կողմից Ալբերտի շնորհակալագրերի արժանացան ընտանիքին մոտ կանգնած այն անձինք, ովքեր այս տարիներին անդավաճան եղել են իրենց կողքին։ Ճիշտ ասած, միտքը պատերազմից հետո դե իհարկե արդեն այս ամեն ինչը կար, այս դժվարությունը, այս ցավը փորձեցինք, որ ինչ-որ կերպ սպոթան գտնենք այս ամենի մեջ և հետագա սերունդներին դաստիարակելու ձև ունենանք, պատմելու բոլոր հերոսների մասին, ոչ թե միայն Ալբերտի, քանի որ այս պատերազմում բոլորս գիտենք Ալբերտի նկարը ամբողջ աշխարհով մեկ տարածվեց ու դարձավ ոնց որ ժողովուրդն ասում սիմվոլ է պատերազմի։ Միտքը տեղից հացնում է, որ կարողանանք ինչ-որ մի լավ բան անենք, որպեսզի հետագայում չմոռացվի ոչ մի բան։ Ընդհանրապես, երբ որ աշխատում էիք թանգարանի բացման վրա, ինչ-որ հիշողություններ, ինչ եք ներդրել այս թանգարանի մեջ։ Թանգարանի մեջ հիմնականում կարոտն ավելի շատ ու միտքը էր, որ ուղղակի այդ կարոտը չմնար պատերի ներս ու վերջ։ Բացի պատերի ներսում այնտեղ անձնական իրեր, իր մասին հիշողություններ, շքանշաններ, պատվոգրեր, իր հետ կապված ամեն ինչ, նմանություն, պատանեկություն, ծառայության տարիներ, լրիվ ամփոփվում է այդ ամենը թանգարանում ու այդ մեր հոգու կարոտի ճիճն է, որովհետև բացի դա մենք չենք ուզում, որ միայնակ կարոտենք, որովհետև Ալբերտը սիմվոլ էր, իսկ ոնց որ ժողովուրդն է ասում, բոլորի հերոսը, բոլորիս հերոսը, դրա համար կուզեմ, որ բոլորս միասին կարոտենք, որովհետև երբ որ այդ կարոտը բոլորով են կարոտում, մի քիչ ավելի հեշտ է լինում շնչելը հետո։ Կասեք ձեր կարծիքով այստեղ եկող յուրաքանչյուր երիտասարդ իր հետ ինչ այստեղից այս թանգարան։ Ես թվում է ամենակարևորը իր հայրենասիրությունը և այն դպրոցը, որը որ անցել է Ալբերտը, այստեղ ամեն ինչ կա իր մասին, սա ևս մեկ տեղ է, որ կարելի է սովորել շատ բաներ այստեղից։ Եվ բացի դա ես մի բան ավելացնեմ, որ ցանկացած մարդ ով մտնում է նույնիսկ աշակերտները, որոնք մեծամասնություն իրանք կլինեն, նոր կրթվող սերունդը, իրանք ուղղակի հաստատ կհասկանան, որ ազատությունը, մեր հայրենիքը, անկախությունը հաստատ պաշտպանության կարիք ունի։ Շատ լավ, շնորհակալ։ Այսօր իրապես
շատերիս համար ծանր իրողություն է, որ կանգնած ենք Ալբերտի մանկության այս բակի մեջ և Ալբերտի տուն թանգարանի բացումը օրհնության կարգը պիտի անենք։ Բայց Ալբերտին առիթ ունենալով ճանաչելու և Սուրբ եկեղեցուց ներս մեծ խանդավառություն կա, որ այո կանգնած ենք այս բակից ներս մեր վանքի հերոսի Ալբերտ Հովհաննիսյանի տուն թանգարանի առջև։ Այսօր Ալբերտի ծննդյան տարեդարձն է և այս ծննդյան տարեդարձը մեզ համար նաև այս տաղավար տոնի օրերին, խաչվերացի օրերին, չասեմ պատահականություն համընկնում, այլ ամբողջացում եղավ խաչի ամենամեծ տոնը այս տարվա Ալբերտի ծննդյան տարեդարձը և հենց այսօր Ալբերտի տուն թանգարանի բացումը։ Մենք քրիստոնյաներ ենք ամենքս, ունենք ավանդույթ և սովորույթ և այդ սովորույթի վրա ունենք մեր սկզբունքները, ինչպես քրիստոնյա ամեն եկեղեցի։ Մեր Սուրբ եկեղեցին ավանդույթ ունի, որ Սուրբ խաչի վրա չկա Քրիստոս։ Հարց, ինչու որ բոլոր քրիստոնյաների խաչերի վրա Քրիստոս կա և ընկալելի է և մեզ համար, մենք այսպես ենք ընդունել, այսպես ենք նաև ընդունում։ Շատ պարզ բան, մեր ազգային նկարագրից ելնելով, քանի որ մեր Սուրբ եկեղեցին նաև մեր ազգային եկեղեցին է։ Այն պարզ պատճառով, որ մենք խաչի վրա ոչ թե Քրիստոսին պիտի տեսնենք, որ արդեն իսկ իր արյան հեղմամբ փրկության ճանապարհ բացեց, այլ այդ Սուրբ խաչի վրա մենք պիտի տեսնենք մեզ ամենքից։ Ամեն մեկս ոչ թե բառաբան ազատվեց այդ ամբոխի գոչերից, այդ ամբոխի դատավճռից, այլ ազատագրվեց ամբողջ մարդկությունը և հատկապես քրիստոնյա աշխարհը և այս խաչի վրա բառաբան տեսավ իրեն, որ իջեցվեց և ամեն քրիստոնյա հարց ունի ուղղելու։ Մենք իրապես տեսնում ենք այս Սուրբ խաչի վրա մեզ Քրիստոսի հեղած այդ արյան վրա։ Շատերս ճշմարտությունից ելնելով կարող ենք թեկուզ ոչ բարձրաձայն ինքնախոստովանության մեջ ասել, որ ոչ, մենք չենք տեսնում։ Բայց մենք այսօր կանգնած ենք Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի առջև, մեր վանքի հերոսի պատկերի առջև և խորհելով հաստատակամ ասում ենք, որ այո, Ալբերտը իրեն այդ խաչի վրա տեսավ, Քրիստոսի բացած փրկության ճանապարհի վրա տեսավ, հավատաց, որ այո, սա է ճշմարտությունը և կյանքը։ Եվ այս ճշմարտության և կյանքի մեջ նորից իրենց այս երիտասարդ տարիներով մեզ ուղերձ փոխանցեցին, ապրելու և ոչ թե սգալու, այլ իրենց հետ Տիրոջով ուխտ կապելու, այն շարունակության համար, որոնց առիթ չեղավ ամբողջացնելու։
Ոչ թե այն պարզ պատճառով, որ իրենք չշարունակեցին, այն պարզ պատճառով, որ արգելվեց։ Եվ այո, այսօր մեզ համար իրապես ուխտի օր պիտի դառնա, կոչի օր պիտի դառնա, եւ այս կոչը մենք պիտի անկախ տարիքից վերցնենք, որովհետև մենք այն ինչ որ ժառանգեցինք մեր ավակներից արյան գնով Քրիստոսի օրհնությամբ մենք չկարողացանք իբրև բարի ժառանգներ պահպանել, փայփայել եւ փոխանցել գալիք սերնդին։ Մենք այսօր ցույց ենք տալիս, որ մեր երեխաներին սիրում ենք, բայց իրապես չենք սիրում, որովհետև մենք մեր մարմինը սիրելով այս ամբողջ խնդիրը, այս ամբողջ ճանապարհը թողնում ենք իրենց վրա, գալիքի վրա, այն սերունդի վրա, որ վստահաբար մեր մեջ է արդեն իսկ։ Եվ այո, տղաները, որ կանգնեցին մահվան առաջ, երբեք չվախեցան, որովհետև գիտեին, որ Քրիստոս մահվան հաղթեց եւ իրենք էլ այդ մահվան կհաղթեն եւ իրապես հաղթեցին եւ այդ հաղթանակն է, որ իրենց այդ մահվան դեմ ունեցած հաղթանակն է, որ այսօր բոլորիս հավաքել է այստեղ եւ վստահաբար շատ ավելի մեծ թվով մարդկանց այսօր կտեսնեինք, եթե այս միջավայրը ավելի մեծ լիներ, բայց փառք Աստծու, որ ինչքան էլ փորձեն մեր հիշողությունը ջնջել, ինչքան էլ փորձեն մեզ նոր բան սովորեցնել, թե ինչն է ճիշտը, ինչը սխալ, մենք մեր հիշողությունը չենք կորցնելու եւ մեր գալիք տեսիլքը չպիտի մոռանանք եւ այդ հավաքական կերպարի մեջ այո վստահ եմ, որ Ալբերտը հասավ այն մեծ զորագունդին, որ սուրբերն էին, Սուրբ Վարդանով եւ այդ սուրբ զորագնդի մեջ իրենք ամեն մարտի, ամեն դժվարության, ամեն պայքարի մեջ մեր ազգի առաջնորդողները պիտի լինեն, տեսանելի եւ անտեսանելի։ Թող շնորհավոր լինի մեր սիրելի Ալբերտի ծննդյան տարեդարձը եւ վստահ եմ հավերժ կմնա մեր կյանքի մեջ իբրև այն երիտասարդ հերոսներից, որոնք որ իրենց կյանքը նվիրաբերեցին այս սուրբ հայրենիքին։ Իրենք այս հայրենիքը չսիրեցին խոսքով, իրենք այս հայրենիքը սիրեցին գործով եւ իրենք իսկ հայրենիքը ամբողջացրեցին այդ սերը, ամբողջացրեցին իրենց կյանքով։ Թող Աստծո փառքի լույսերի մեջ մնան մեր բոլոր հերոս տղաները։ Կխնդրեմ, որ բոլորս միասին տերունական աղոթքով սկսենք մեր Ալբերտի ծննդյան այս տարեդարձը եւ նաեւ տուն թանգարանի այս բացումը։ Եվ իրապես շնորհակալ եմ նախ ընտանիքին եւ նաեւ այն մարդկանց, ում որ կճանաչեմ կամ չեմ ճանաչի, որոնք իրենց նվիրական սիրով աջակից դարձան, իրենց լուման բերեցին, իրենց անգամ աղոթքները բերեցին այս նվիրական մեծ գործին, որովհետև այո, մենք մեզ համար չէ միայն, այլ նաև գալիքի համար պիտի ստեղծենք այս փոքրիկ անկյունները, որպեսզի այս գալիք ճրակներով մենք վառենք մեր այն բոցեղեն լույսը, որ հաղթական դրոշի պիտի վերածվի։ Թող այդ հավատը մեր մեջ մնա ոչ թե նման առիթներով, երբ հավաքվում ենք, այլ մեր մեջ մնա հավիտյանս։
Օրհնյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ էլ կինս ես, Սուրբ Երուսիանում քո, եկես ցե արքայություն քո, Երուսին կամ քո, որպես էլ կինս եւ էլ Քրիստ, ըսած մեր հանապազոր, որպես այսօր, եւ թող մեր սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք ներոց պարտականած, եւ մի տանիլս մեզի գործություն, այդ պրկյաս մեզի չարել, զիկոյի արքայություն եւ զորություն եւ փառք կավիտյանս ամեն, ըս գործս ձեռած մերոց, ուրիշ արայինս Տեր, եւ ըս գործս ձեռած մերոց հաջողյա մեզ ամեն։ Ոչինչ չկա, սովորական հերթափոխ է, ամեն մի մորացիր, որդիդ հերոսը։ Գիշեր էր իջել, սև ու մահահոտ, նույնիսկ այն չէր կարողանում մարսել այդքան մահերը, ու ցավից ինքն էլ էր ոռնում ամեն ընկնող արկի հետ։ Թշնամին դադար առավ, նոր թափով հարձակման անցնելու համար։ Պետք էր գոնե մի քանի րոպե շունչ քաշել, ինչ տանում էին մարտական հաշվարկի տղաները։ Նրանք անբար նստել էին թաքստոցում, փորձելով թոթափել պատերազմի անմարմին բեռ։ Դեռ պետք էր դիմանալ մինչև քիկունքից կարողանան օգնության գալ։ Տղերք, շուտ զանգում եք տուն մի երկու բառ փոխանակ։ Ավել չխոսեք, դա կարող է կյանք աճել։ Որդիս իմ սրտում է։ Ուրեմն մոտ է։ Ապահով։ Ուրեմն իմ սերը վահանի պես կպաշտպանի քեզ։ Իսկ պատերազմում սերերը չեն պարտվում։ Այդպես է, չէ՞։ Պարտվում են, երբ դադարում են հավատալ, երբ դադարում են։ Ես որդուս ուժեղ եմ պետք։ Սա մղջավանց է, բայց շուտով կավարտվի։ Չէ, հիմա բոլորը գարնեն են։ Ու իր ուրսերից թոթափելով անտարբերության սառը բեռը կդադարեցնի պատերազմը։ Կլռեն այդ անիծյալ զենքերը։ Մամ ջան, մի անհանգստացի։ Ամեն ինչ լավ է, ես ողջ առողջ եմ։ Ամեն բան անում ենք, չվախենաք։ Մամ ջան, հանգարց չնեղվես ու չլացես։ Բալես, ցավդ տանը։ Խոստացիր, որ տուն կգաս, որ քեզ այդ ոչ մի բան չի պատահի։ Մամ ջան, կգամ, չմտածես։ Հեսա սրանց հարցերը լուծենք ու վերջ։ Դու մենակ չնեղվես, լավ։ Մամ ջան, մի քիչ հոգնացեք։ Վարկեմ հանգստանամ, շուտով սա լավ կլինի։ Դիմացը վայրագոլյար նետանի հատուկ ճշտարան։ Գլուխներում հուր ու գրակ։ Խրամատներում մեծ սրտով ու արնությամբ լցված պատանիներ, որոնք փորձում են պատերազմում գրավել իրենց հասանելիք խաղաղությունը։ Գրողը տանի, պատերազմի մասին հնարավոր չէ խոսել, հնարավոր չէ պատմել ու գրել։ Պատերազմի միայն զգում են, այն չի վերածվում խոսքերի, գրի, այն միայն զգում են հոգով։ Պայթում էին արկեր, կրակում անօթաչուները, դղրդում են հողն ու բացվում այդ հողի վերքերը, որոնք դարերի վեր այդպես էլ չէին հասնում սպիանալ։ Համազան կողմ կրակ։ Գոռում են ինչ-որ ձայն, հարձակվում ինչ-որ մեկը, ընկնում մեկն ուրիշ ու ամեն բան վերջանում է հենց նրա համար։ Չէ, վերջը դեռ չէր երևում, պատերազմի դաշտը յուրօրինակ Համազան կողմ կրակ։ Որոտում էր հրետանին ու պատերազմի աստվածները պայքարում են լինելու համար։ Ալբերն ու տղաները կռվում
աշխարհի դեմ։ Հենց այդ նույն աշխարհի համար։ Եթե մարդ գիտի, թե անուն ինչի համար է կրում, նշանակում է նա արդեն հաղթել։ Չգիտակցված մահը մահ է, իսկ գիտակցված մահը անմահություն։ Մի օր պատերազմ, երկու օր պատերազմ, երեք օր պատերազմ։ Սարսափելին դառնում էր սովորական, սովորականը կորցնում սարսափը։ Ու շուրջն ամեն բան լուր է։ Նա այլևս չէր տեսնում պատերազմ։ Այսօր, եթե Աստված կարող էր ամեն բան բարից ստեղծել, բարյան, ինչու հանդուրժեց չարի գոյությունը, ինչու չարին թողեց լինել։ Գիտես հայր, ինչ էր որ Աստված անի, ինչ էր որ որոշի ինձ համար, ես վստահում եմ նրան։ Մենք չենք ուզում հավատալ, որ հողագնդի վրա կամ հողի հատված, որ ապրելու համար մարդիկ պետք է վճարեն, ինչ որ մեկի չապրելու գնով, որ այդ վայրում հիմա կարմի է, ցավ ու ավեր։ Պատերազմը չի լրում վերջին ռումբերի պայթյուններից հետո։ Նա դեռ շատ երկար շարունակում է արձագանքել այն մարդկանց ներսում, ովքեր դեռ սպասում են ինչ որ մեկին, իմանալով, որ նա այլևս չի գալու, որովհետև ինչ որ վերադարձ սարում է բոլոր ցուցակներից դուրս։ Տեսնես երկինքը հիշողություն ունի, Տեսնես երկինքը հիշողություն ունի, նա մտապահում է բոլոր մարդկանց դեմքերը, նա մտապահում է բոլոր մարդկանց դեմքերը, ովքեր ապրել, արարել, ու մի օր անդարձ հեռացել։ Սեպտեմբերի 29-ին, որը արժանացել է հերոսի կոչման։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ գնարկել են, ասել են, 3 օր է կռվել, մարդիկ կան 44 օր են կռվել, մարդիկ կան տարիներ են կռվել, բայց կարող են լինել տարիներ, որոնք բավարար չլինեն սխրան գործելու։ Կարող ես անել շատ բաներ, շատ տարիների ընթացքում, բայց չգործես սխրան, այլ կատարես բազային հիմնական ֆունկցիաները։ Ալբերտը կատարեց այդ սխրանքը, ինչու, որովհետև կարծում են, որ այդ պահին, երբ թաքստոց հրամանը լսել է, բայց որոշում է գրակ կատարել, գիտեր, թե նշանակետը որտեղ է։ Գիտեր, որ թշնամին պիկապներով հարձակում է գործելու և ճեղքելու է առաջնագծը։ Ու վստահ կարող եմ ասել, որ ով տեղյակ է մեր առաջնագծին, մարտակարգերին, սահմանային իրավիճակին, վստահ կարող է ասել, որ Ալբերտի կատարած այդ գործողությունը չի թողել, որ գոնե այդ օրը այդ ճեղքումը իրականացվի։ Նաև մարտական ուղու մեջ խոսեցի անձնազոհությունից, չգիտեմ ինչքանով կպատկերացնեք, բայց երբ գրակային դիրքի շրջանում բռնկվել էր հրդեհ, որը շատ արագ տեմպերով զարգանում էր, դա բռնկվել էր հակառակորդի ուրեմն տոս հրթիռային հարվածից, տոս տեխնիկայի։ Անհրաժեշտ էր արագ հանցնել այդ գրակը, որպեսզի ամբողջ մարտակարգը շարքից դուրս չգա, որովհետև եթե մի հատ պայթեր, ամբողջությամբ մեր ունեցած ռեսուրսը եւ գրակային դիրքը հոտ կբարձրանա։ Երբ որ գրակը մարում էինք, մեկ հայացք
թեքել ենք եւ տեսել ենք, որ Ալբերտը բահով, իր ձեռքը բահն էր, իր ձեռքը ճաշամանն էր, հողով կրակը հանգցնում էր։ Դա անձնազոհությունից բացի այլ բառերով բնութագրել հնարավոր չի։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորի ներկա գտնվելու Ալբերտի հետ ծանոթանանք, կերանանք, խոսանք այդ պահից, այդ նկարից։ Ցավոք սրտի չստացվեց։ Փոխարենը Ալբերտի ընտանիքի արտակի Ալբերտի հորեղբոր հետ ընկերացանք, դերմացանք հրամանատարների լավ ընկեր սրտանի ամոքս է։ Ուղղակի ուզում եմ շնորհավոր եմ Ալբերտի ծնունդը, Ալբերտի երեքների ծնունդը ու հույս ունենանք, որ Ալբերտը և իր մյուս ընկերները երկնքից գոնե հիմա պահապան կլինեն մեր երկրին, մեր սահմաններին ու կառաջնորդեն այն տղաներին, որոնք հիմա կանգնած են սահմանին ու ծառայություն են իրականացնում։ Հարկ Ալբերտին, հարկ բոլոր նահատակներին և կրկին անգամ շնորհավոր Ալբերտի երկրների ծնունդը։